Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանք, այսօր մայիսի 1-ն է աշխատավորի տոնը եւ մենք աշխատում ենք, իսկ դուք հանգստանում եք տանը, որպեսզի կարողանաք օրը սկսեք լավ տրամադրությամբ, արևով ու ժպիտներով։ Այսօր այս պահին Ալևը ձեզ նվիրում են Սուրենն ու Ադրինեն, այնպես որ բարի լույս բոլորին։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս Սուրեն ջան, բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, միացեք մեզ առաջին ծրագրին։ Այսօր եւս կփորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել, այո, մենք այսօր աշխատելու ենք, իսկ դուք վայելելու եք ձեր օրը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս։ Այո, Սոնան քիչ հետո արդեն կմիանա մեզ, իսկ մենք ողջունում ենք եւս մեկ անգամ բոլորին, նշեցնենք, որ մայիսի 1-ը որպես աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին։ Մինչ այդ 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով։ Գործադուլն ավարտվել է ոստիկանության հետ աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ։ 1889-ին երկրորդ ինտերնացիոնալ Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել։ Այսօր մայիսի 1-ն էլ աշխատավորների միջազգային օրն է, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում, եւ մենք այդ 140-ի մեջ ենք։ Արդար մարդկանց շնորհիվ արդարությունը հաստատվել է, իհարկե, սա շատ կարևոր է, իհարկե աշխատող մարդն էլ պետք է հանգստյան օր ունենա, ինչը շատ կարևոր է նրա թե այսպես տրամադրության համար, առողջության համար, ֆիզիկական ուժը վերականգնելու համար, սա շատ պարտադիր եւ կարևոր պայման է եւ փառք Աստծո, որ կարողացել են այո հասնել իրենց նպատակին եւ ունենալ գեթ 1 օր հանգստի համար։ Դե հենց այդ առիթով էլ այսօր մեր քարտեզը ամբողջությամբ իմ սիրելի գույնով է պատված, կանաչ գույնով, եւ տեսնենք, որ խցանումներ գրեթե չկան, բայց դե ինչպես կարող է արաբկիրի շրջանում խցանում չլինի։ Կոմիտասի պողոտայում մի փոքր հատվածում բնականաբար կա խցանումը։ Սա նրանք են, ովքեր աշխատում են աշխատավորի օրը, այսինքն մեզ նման մարդիկ, եւ բնականաբար մնացած բոլոր փողոցները ազատ են, մի փոքր էլի խցանում կա արդեն կենտրոնական հատվածում, սա երևի ավելի շատ այս խցանումները կապված են լուսացույցի առկայության հետ, այնպես որ այսպիսին է տոնական տրամադրությամբ մայրաքաղաքը աշխատավորները բոլորը հանգստանում են, իսկ մենք փորձում ենք ձեզ տալ լավ ու բարի առավոտ, քիչ հետո արդեն կանդրադառնանք խոհանոցային հատվածին ու Ադրինեն կպատմի, թե ինչ է մեզ համար այսօր պատրաստելու։ Ադրինե, այնպես որ կարծում եմ այս պահին ճիշտ ժամանակն է կարճ դադար տալ, որպեսզի այն աշխատավորները, ովքեր այսօր հանգստանում են, հասցնեն սուրճ պատրաստել, որովհետև մենք արդեն ունենք պատրաստած սուրճը, շնորհիվ մեր Անահիտի ու մեր շնորհակալություն ենք հայտնում այս պահին, դե կարծում դուք էլ կպատրաստեք, չէ՞։ Այո, համաձայն եմ քեզ հետ եւ առիթից օգտվելով արի մեր գործընկերներին եւս շնորհավորենք տոնի կապակցությամբ, որովհետեւ կադրից դուրս նրանք հենց հիմա տքնաջան աշխատանք են տանում, որպեսզի մենք կարողանանք ձեր բարձր տրամադրությունը ապահովել, այնպես որ շնորհավոր սիրելի թիմ եւ ընդհանրապես բոլորի այս գեղեցիկ տոնը։ Մենք ձեզ շատ ենք սիրում բոլորիդ, դուք էլ մնացեք մեզ հետ։ Այո, շնորհակալություն հայտնում է ռեժիսորը եւ ռեժիսորական խցիկը, այնպես որ շնորհակալություն ձեզ այս հետաքրքիր աշխատանքի համար։ Դուք կադրում միշտ տեսնում եք 2-3 հոգու, բայց կադրից այն կողմ աշխատում են շատ մարդիկ, որպեսզի այս 2-3-ը, ինչպես տեսնում եք, Երևան ու ժպտան ձեզ համար։ Սա շատ կարեւոր է, այնպես որ բոլորին ողջուններ ու շնորհավոր աշխատավորի օր այս պահին կարճ դադար, հետո վերադառնանք։ Շարունակում ենք մեր ծրագիրը եւս մեկ անգամ բարի լույս բոլորին եւ եւս մեկ անգամ շնորհավոր աշխատավորի օրը։ Հենց նոր մեր ռեժիսորը մի շատ հետաքրքիր բան կարդաց, երևի համացանցում էր դա գրված եւ ես կարծում եմ, որ շատ լավ է, որպեսզի այն նաեւ հնչեցնենք։ Իհարկե թարգմանությամբ դեռ ռուսերեն է գրվածքը եղել, բայց ասում են այսպեսի բան կա, հա, ով շատ է աշխատում, նա չի ծերանում։ Ինչու՞, որովհետեւ երբ որ ծերությունը գալիս է տուն, դու տանը չես լինում, այլ աշխատանքի վայրում ես լինում, այնպես որ աշխատեք եւ ծերությունը ձեզ չի սպառնի։ Առավոտները սկսեք լավ տրամադրությամբ, իսկ երեկոն ավարտեք միանշանակ էլ ընտանեկան շրջապատում, իհարկե Ջովանի գինու գործարանի հետ միասին, որովհետև Բրիզ Ռոզե փրփրուն գինին հաստատ հենց այս տոնական օրը տոնական տրամադրություն կհաղորդի բոլորին։ Դե կապ չունի, որ աշխատանքի չեք, հակառակը եթե տան եք, ապա առավոտը պիտի սկսեք նախաճաշով։ Էլոլան էլ ձեզ առաջարկում է այն լայն տեսականին կատնամթերքի, որը հաստատ կապահովի ձեր էներգիան, տրամադրությունը եւ իհարկե սնունդը։ Այնպես որ այս ամենը կարող է գտնել բոլոր խանութներում եւ վայելել սյունած լեռների համը եւ հոտը։ Իսկ հիմա տեղափոխվենք խոհանոց, որտեղ հաստատ համոզված եմ, ելի շատ հետաքրքիր նախաճաշ է մեզ այս առավոտ սպասվում։ Ադրինե։
Բարի առավոտ Սուրեն ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, ողջունում եմ ձեզ ու ասում եմ, այս 2 ժամը մնացեք մեզ հետ։ Մենք կփորձենք ձեր տրամադրությունը բարձրացնել եւ հուսանք, որ այդ բարձր տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում դուք կպահպանեք եւ ես էլ կառաջարկեմ ձեզ օրվա բաղադրատոմսը։ Այսօր ուզում եմ մի 2 տարբերակ առաջարկել նախուտեստի, այսպես ասած, որը շատ համեղ է եւ յուրաքանչյուր այսպես խնջույքներին էլ կարելի է նույնիսկ այս համեղությունները մատուցել եւ յուրաքանչյուր ուտեստների կողքին կարելի է նաեւ սա մատուցել եւ ասեմ որ առաջին տարբերակը աղցանի տարբերակ է, հաջորդը ավելի նախուտեստի տարբերակ, մի փոքր սոուսային, բայց հետաքրքիր է լինելու։ Ես հուսով եմ ընթացքը այնպես կընթանա, որ ես կհասցնեմ 2 տարբերակն էլ մանրամասն ներկայացնել ձեզ, հուսամ, որ հենց այդպես կլինի, եւ ասեմ, թե ինչ բաղադրիչներ են պետք։ Աղցանի համար մեզ պետք է հավի կրծքամիս, ահա այստեղ ես ունեմ հավի կրծքամիս, այստեղ մենք ունենք պահածոացված բանջարեղեն խորոված վիճակում, այսինքն սմբուկ, լոլիկ, պղպեղ, այս տարբերակն ենք մենք օգտագործելու, ինչու եմ որոշել այս տարբերակ օգտագործել, նախ եւ առաջ ասեմ, որ այն մեզ տրամադրում է Իջևանի գին ու պահածոների գործարանը, ինչու այս տարբերակը որոշեցի, որովհետև շատ համեղ է, ժողովուրդ ջան, անկեղծ շատ համեղ է։ Եթե դուք բնականաբար ամռան ընթացքում հասցրել եք այն պատրաստել, պահածոացնել, կարող եք հենց դա օգտվել։ Եթե չունեք, պարզապես ձեռք բերեք հենց այս տարբերակը եւ վայելեք, շատ համեղ է։ Ես այսօր ուրեմն այս խորոված բանջարեղենով, սմբուկով, լոլիկով, պղպեղով, ուրեմն պատրաստելու եմ այս աղցանը։ Հավի կրծքամիս, սխտոր, խորոված բանջարեղեն, կարմիր պղպեղ թարմ վիճակում օգտագործելու ենք, այստեղ ունենք սոխ եւ ունենք խառը կանաչի։ Խառը կանաչիներից էլ մի քիչ մաղադանոց, մի քիչ համե, մի փոքր ռեհան կխառնենք ամբողջը իրար, կավելացնենք մեր աղցանի մեջ։ Սա առաջին տարբերակը, այսինքն աղցանը։ Հաջորդը արդեն կլինի մեր նախուտեստը։ Նախուտեստն էլ շատ ինձ թվում է յուրօրինակ հետաքրքիր բան է լինելու։ Այստեղ մի փոքր աղացած միս ունեմ, աղացած միսը ընդհանրապես պետք է սխտորով եւ համեմունքներով տապակեմ եւ այստեղ ունենք թթվասեր ու մածուն։ Սա էլ մեզ առաջարկում է մեր մյուս գործընկերը Էլլ Աբրանքանիշը, իր կատնամթերքը, որով ես կպատրաստեմ այդ նախուտեստը։ Շատ հետաքրքիր է լինելու, այստեղ մենք միայն պետք է ավելացնենք մածնի ու թթվասերի մեջ պետք է ավելացնենք էլի համեմունք եւ սամիտ։ Ու վերջում կցուցադրեմ, թե ինչպես պետք է այն մատուցենք, թե ինչ կապ ունեն աղացած միսը եւ այս կատնամթերքը, կիմանանք վերջում։ Ահա, եւ ես պետք է հիմա սկսեմ իմ աշխատանքը, հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ։ Մեզ պետք է լինելու բնականաբար մեր տախտակը, մեզ պետք է լինելու սուր դանակ եւ անցնենք առաջ։ Ես հուսով եմ դուք նախաճաշի սեղանը արդեն պատրաստել եք, համեղ նախաճաշում եք, ես վստահ եմ տան անդամները բոլորը այսօր տանն են։ Եթե ոչ բոլորը, գոնե մի քանի հոգի տանը կլինեն, անպայման պատրաստեք նախաճաշի սեղան, միասին վայելեք այդ այսպես ասած հավաքույթը, քանի որ քիչ է պատահում շաբաթվա մեջ ընտանիքի բոլոր անդամներով հավաքվենք եւ ճաշենք, ընթրենք կամ նախաճաշենք, այնպես որ այսօր լավ առիթ է հանդիսացել, որպեսզի միասին նստեք մի սեղանի շուրջ։ Այսպես, մենք առաջին հերթին ինչ ենք անելու, հավի կրծքամիսը կկտրատենք եւ իհարկե կսկսենք տապակել։ Ես թավան պետք է իհարկե բերեմ, ինձ թավա է պետք։ Ահա, ես այստեղ ունեմ թավաների մեծ տեսականի, չգիտեմ որը ընտրեմ։ Եվ իհարկե, ահա, կամաց սկսենք նախապատրաստական աշխատանքը։ Ես մի փոքր ցածր կրակի վրա կտաքացնեմ բուսայուղը։ Ահա, փորձում եմ լավ իջեցնել կրակը։ Այսպես, ահա։ Եվ իհարկե կմշակենք հավի կրծքամիսը։ Մեզ
Ինչպիսի շերտեր են պետք։ Պետք է բարակ, երկար, այսպես նուրբ շերտեր կտրատենք, որպեսզի աղցանը շատ գեղեցիկ ստացվի։ Այսպիսի բարակ շերտեր։ Պարտադիր պայման չէ, սիրելիներս, կարող եք նաև փոքրիկ քառակուսիներով կտրատել։ Իմիջիայլոց ասեմ, որ կարող եք նաև խաշել այն, այնուհետև թել-թել բսկտել այդպես եւ այդպես օգտագործել։ Դա էլ ճաշակի խնդիր է, ինչպես կցանկանաք, բայց ես կարծում եմ այս տապակված տարբերակը շատ ավելի համեղ կլինի։ Ահա, այսպիսի շերտեր ավելի մեծ կտորները էլ 2.5 կբաժանեմ, որպեսզի ստացվեն ավելի նուրբ։ Ահա։ Ասեմ, որ աղցանը շատ համեղ է, իրականում շատ համեղ է եւ հաշվի առնելով, որ այստեղ կա թե բանջարեղեն եւ թե մսամթերք, ուրեմն հավատացում եմ, որ հագեցնող պիտի լինի, այնպես որ կարող եք սա էլ նկատի ունենալով օրվա ընթացքում պատրաստել եւ իհարկե անպայման սեղանին ունենալ այս աղցանը, որը իհարկե ընտանիքի անդամներին կարծում եմ շատ դուր կգա։ Իհարկե մի փոքր սա իմ այսպես մտածելով ամառային աղցան է, ավելի շատ դե այս բանջարեղենները մենք ամռանն ենք վայելում, թարմ ու այսպես նոր դուրս եկած վիճակում, բայց եթե ունենք պահածոյացված տարբերակի, ինչու չօգտագործենք։ Էլի կարող ենք օգտագործել։ Ադրինե, Ողջույն Սուրեն ջան։ ես տեսնում դու շատ համեղ բան ես պատրաստում այս առավոտից համար, տոնական տրամադրությամբ։ Այո։ Տոնական, այո, ես շատ կուզեմ, որ այսօր ովքեր տանն են փորձեն օրը տոնական դարձնել, քանի որ բոլորը միասին են տանը, այնպես որ լավ առիթ է։ Ես հիշում եմ, երբ որ շատ փոքր էի, ես հիշում եմ, որ մայիսի 1-ին պարադների էինք այո, մասնակցում։ գնում էինք պարադների եւ իհարկե մեր ձեռքը փուչիկներ կար, փոքրիկ եւ դրոշակներ։ Եվ գնում էինք ինչ-որ տես հետաքրքիր մանումենտ էինք բարձրանում հաղթանակի զբոսայգին։ Այո։ Դա իհարկե մայիսի 1-ին էր եւ նաեւ մայիսի 9-ին, հա, հայրենական երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այսինքն ժամանակ չէ ներողություն։ Հաղթանակի առիթով, այո։ Գնում էինք այնտեղ եւ հենց աշխատավորի օրն էլ, հա, մայիսի 1-ը բավականին գեղեցիկ տոն էր, սկսվում էր տոնը հրապարակից, այդ պարադից, հետո արդեն որպեսի դե երեխա ենք եւ միշտ ուզում ենք այդ կարուսելները նստել։ Անպայման, եւ մեզ տանում էին արդեն այնտեղ եւ շարունակում էր ես տոնական էլ շատ լավ հիշողություններ ունեմ, որովհետեւ հիշում եմ նաեւ Սասունցի Դավթի հրապարակում էլ մեծ տոնախմբություն էր լինում։ Ես ու բոլոր երեխաների ուրախությունը երևի դա էր, որ շաքարակլորներ էին գնում, ինչ որ այսպես յոյոներ էին գնում, բամբակներ էին գնում, ծնողները ամենահրաշալի եւ երեխաների համար տոններ եւ ամենահիշվողը գիտես որն էր նաեւ որ պապաները երեխաներին ուսերին դրած տանում էին այդ կապը, այդ ջերմությունը, որ ծնող ու երեխա շփվում էին տոնի առիթով, դա չգիտեմ, անկրկնելի բան էր, որ տարիները արդեն չենք տեսել այդպիսի բաներ։ Այդ տոներն արդեն դարձան համացանցային եւ տոնը նշվում եւ սկսվում եւ սահմանափակվում ավարտվում է համացանցով միմյանց շնորհավորելով, գիֆեր ուղարկելով ու վերջը։ Շատ տխուր է, բայց դե ֆաստ է։ Դե նոր աշխարհը դա է պահանջում, ինչ կարող է։ Այո, որովհետև հիմա աշխատավորները ավելի շատ համացանցով են աշխատում եւ երևի թե հենց այդտեղ իրար շնորհավորում։ Երևի թե դա է պատճառը, բայց հավատացնում եմ, որ բոլորս շատ նոստալժի վիճակների մեջ ենք, շատ կարոտում ենք այդ ամենը։ Չգիտեմ, երևի այդպես էլ պետք է լիներ։ Կեցե մայիսի 1-ը, ինչպես գոռում էին բոլորը դու փողոցում։ Իսկապես, Երանի։ Եվ իհարկե տրամադրությունը կար, ուրախ, աշխուժ։ Այո, այո։ Եվ մի խոսքով շատ հետաքրքիր տոներ, այո։ Այո։ Եվ ասեմ, դու քիչ առաջ նշեցիր աշխատանքի հետ կապված, հիշենք նաև այն թևավոր խոսքը, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Տեսնում ես ինչքան գեղեցիկ է։ Մենք բոլորս շատ գեղեցիկ, բոլոր աշխատող մարդիկ շատ գեղեցիկ են, այնպես որ լավ բան է աշխատելը եւ տարվա մեջ մեկ օր այսպիսի մեծ շուկով տոնելը շատ լավ բան է։ Կարևորը եղանակը պահպանում է իր տրամադրությունը, սա շատ կարևոր է, անձրևային չէ, որովհետեւ հենց եղանակը կարող է փչացնել ամբողջ տրամադրությունը տոնի եւ բայց երբևէ չեմ հիշում, որ մայիսի 1-ին վատ եղանակ եղած լինի, ես այդպեսի գոնե, չգիտեմ, կարող է եղել է, ես չեմ հիշում, բայց ես էլ չեմ հիշում մայիսյան, բայց հիշում եմ, որ մայիսի մի տարի ձյուն եկավ։
Իսկապես։ Այո, Այն մի քանի լավ է, տարի ես առաջ չեմ էր հիշում այդպես։ Եվ ձյուն եկավ, այնպես որ Շատ մայիսյան տոները այդպեսին են, տրամադրությունը կա, տոնը կա ու հետո մեկ էլ ձյուն է գալիս կամ անձրև։ Այդ դեպ ասեմ, որ հաջորդ շաբաթ բավականին շատ են անձրևային օրերը լինելու։ Իսկապես ես տեղյակ չեմ։ Ես պարզապես միշտ նայում եմ եղանակը մի քանի օրվա, որովհետև փորձում եմ պլանավորել։ Ահա, ես այդպիսի դեպրեսիվ լուրերի չեմ այդտեղում։ Դե հիմա ուզենք չուզենք անձրևն է Այո, լինելու են այո։ Ադրինը եւ Բայց դա պետք է- ապահովել է բնության տրամադրությունը։ Մենք ուղղակի շատ ենք այսպես կենտրոնացել այդ փաստի վրա, որ անձրև, բայց անձրևն էլ է շատ գեղեցիկ, անձրևը շատ ռոմանտիկ է, Ես շատ ամառային գեղեցիկ է։ անձրևն եմ սիրում, որ Պարզապես, տաք այո, անձրև է։ պետք է Սանի Քրիստին էր տրամադրվել։ երգում, տաք անձրև է։ Այսպես, այո։ Հիմա ինչ ենք անում, Հիմա ինչ հավիկը ենք բաժանում անում։ ենք մասերի։ Հավիկը արդեն բաժանված է մասերի, հիմա աստիճանաբար այսպես համբերությամբ ես կտապակեմ, այստեղ ավելացնելով իհարկե, ուրեմն սխտորը պետք է ճզմեմ, ինչը հենց այս պահին կան է, եւ իհարկե համեմունքները։ Ես գիտես ինչ եմ առաջարկում։ Առաջարկ։ Ինչ պետք է Ես արի։ գիտեմ, Հիմա ինչ-որ բան պետք է մոտավորապես կտրվի։ գիտեմ ինչ ես Չէ, ինչ-որ բան հիմա պիտի կտրտեք։ Ոչ մի բան, ես հիմա սխտորը կճզմեմ, կտապակենք, քիչ ավելի ուշ միասին Նայ, համեմունքները քանի որ մենք կավելացնենք։ այսքան աշխատեցինք եւ այս կանաչին պետքա կտրատվի, չէ։ Ես առաջարկում եմ այստեղ հրավիրենք մեր մյուս աշխատավորին, Սոնային, Այո, ով կգա եւ կաշխատի։ Ադրինե ջան, առավոտից մենք ենք աշխատում։ Սոնա ջան, մի հատ արի Չի տուն։ կարելի աշխատացնել, Սուրեն, չի Մի հատ կարելի։ տուն արի եւ տես ինչա կատարվում խոհանոցում։ Բարի լույս։ Սոնա ջան, բարի լույս սիրելիս, ողջույն։ Շնորհավոր աշխատավորի օր։ Դե աշխատի։ Աշխատավորներ ջան։ Պես։ Ինչ էի արել, ես քեզ ես գիտեմ, որ աշխատավորի օրը չեն աշխատում եւ Այո։ բոլորը տանն են, ուզում հասկանամ։ Դա նորմալ բան է։ Ինչ սկզբունքով ես դու ինձ աշխատացրել։ Նման բան չկա Սոնա ջան, ընդհանրապես Ինչ անեմ, աղջիկներին չեն աշխատացնում, առավել եւս այս տոն օրով։ Ով է տենց բան ասել, Սուրենը չէ, տենց բան չկա։ Էնպես որ մենք ուրախ ենք, Սա որ դու գենդերային անհավասարություն, այսինքն աղջիկներն չեն աշխատում, տղաները աշխատում են։ Տիգրան անջատ այդ կամերաներ գնացինք։ Տիգրան այնպեսի հիանալի հնարավորություններ էր այնտեղ ստեղծել ինձ համար, որ ես շատ հաճելի նստած էի։ Բայց հիմա ելի հեռուստատողներ կլինի դադար մեր եթերում, բայց հետո Տեսա եկավ աշխատելու եւ դադար Եվ հայտնել։ կողջունենք այսօրվա մեր առաջին հյուրերին։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա Արցախ կամերային նվագախումբը, միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Համերգը տեղի կունենա մայիսի 5-ին, նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, մենակատարը Սերգեյ Խաչատրյանը։ Եվ այս առիթով այս առավոտ մեր տաղավարում են Նարեկ Հախնազարյանը, Արցախ կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը, թավջութակահար, հայաստանյան վաստակավոր արտիստ եւ Հասմիկ Պապյան, Արցախ կամերային նվագախմբի հոգեբարձուների խորհրդի նախագահ, հայաստանյան ժողովրդական արտիստ։ Բարի առավոտ։ Բարի Նախ շնորհավորում ենք այսօր մայիսի 1-ն է աշխատավորի օրը։ Այո, մենք աշխատում ենք։ Դե ինչպես տեսնում եք, այո, մենք աշխատանքի մեջ ենք, իսկ շատ շատերը այս պահին տանը արդեն դիտում են մեզ։ Մայիսի 5-ին շատ կարևոր հետաքրքիր իրադարձություններ լինելու։ Պիտի խնդրեմ մի քիչ խոսենք այս մասին։ Ինչ է սպասվում հանդիսատեսին, ինչ է տեսնելու հանդիսատեսը, ինչ է վայելելու։ Եթե կարելի է ես մի փոքրիկ միջամտություն անեմ, մայիսի 5-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյանի անվան։ Արամ Խաչատրյան, այո։ Անվան համերգասրահում, սա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան ուր են գնալու։ Ես նշեցի Այո, Արամ սկզբում, Խաչատրյան համերգասրահում, այո։ Այս ինչ ենք այնտեղ տեսնելու, մենք 19:30 արդեն։ կկայանա մեր վերածնված, նորավերածնված, չգիտեմ ոնց ասել, Արցախ կամերային նվագախմբի ամենամեծ, այդպես կարելի ասել, ստատուսային համերգը այս սեզոնում Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ մենք շատ ուրախ ենք, որ մեզ հետ ելույթ կունենա իմ շատ լավ ընկեր եւ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը Սերգեյ Խաչատրյանը, որը համաձայնվեց փաստորեն մեզ հետ ելույթ ունենալու չիմանալով թե մենք ինչ փուլում ենք զարգացման եւ այլն, դե պարզա մենք Սերգեյի հետ շատ երկար տարիներ արդեն ընկերներ ենք եւ գոլեգաներ ենք, շատ ենք աշխարհով մենք ելույթ ունեցել, բայց որպես ջութակահար, թավջութակահար եւ այս համերգը դա մի շատ հետաքրքիր իրադարձություն է լինելու նաև այն տեսակետից, որ մենք առաջին անգամ ելույթ կունենանք որպես
ջութակար եւ դիրիժոր։ Դա էլ շատ ես անհամբեր սպասում եմ դրան, Սերգեյը շուտով արդեն գալիս է Հայաստան եւ սկսել ենք փորձերը եւ արդեն վերջնական այդպես պատրաստումները այդ համերգին, որն շատ սպասում ենք եւ ծրագիրն էլ շատ հետաքրքիր ծրագիր է լինելու տարբեր ոչերի երաժշտություն է լինելու։ Մենք կսկսենք Բարտոկի ռումինական պարերից Լարայի նվագախմբի համար։ Հետո Սերգեյը կնվագի ֆանտաստիկ ջութակի կոնցերտը Ալեքսանդր Հարությունյանի մենակատար ջութակի եւ Լարայինների համար։ Երկրորդ բաժնում կհնչի Էդվարդ Միխայելովիչ Միրզոյանի Շուշանիկը եւ իմ շատ սիրված Շոստակովիչի այդպես կոչված կամերային սիմֆոնիան, որը իր համար 8 լարային քարյակն է փոխադրված կամերային նվագախմբի համար։ Այս ծրագրով համերգային երեկոն առաջին անգամ է լինելու։ Այո։ Շատ լավ, մի փոքր խոսենք նվագախմբի մասին, ինձ հետաքրքիր է այսօր նվագախումբը ինչ գործունեություն է ծավալում եւ ինչքանով է արդեն լայնացնում ռեպերտուարը, որովհետեւ սա նույնպես շատ կարեւոր է։ Այս նվագախումբը հիմնվել է 2004 թվականին Արցախում եւ 20 տարի շարունակ Հայաստանի ընդհանուր բարեգործական միությունը հովանավորել է այս նվագախմբին։ Ես ինքս առիթներ եմ ունեցել ելույթներ ունենալ իրենց հետ Արցախում եւ այդ բռնի տեղահանությունից հետո իհարկե մենք որոշեցինք, որ այդ տեղափոխված Արցախից տեղափոխված 11 երաժիշտները չմնան անգործ եւ շարունակեն իրենց մասնագիտությամբ այստեղ աշխատել։ Նպատակը Արցախ անունը միշտ հիշել եւ ինչու՞ չէ մի օր նաեւ ուրեմն վերադառնալ եւ որոշեցինք, որ դա լինի ոչ թե ուղղակի նվագախումբ, քանի որ մենք նվագախմբերի պակաս չունենք Հայաստանում, այլ լինի մի շատ տարբերվող ամեն ինչով եւ վերածնունդ լինի այս նվագախմբի։ Իսկ ես գիտեի, որ Նարեկ Խախնազարյանը ոչ միայն լինելով փայլուն թավջութակահար, իմ ամենասիրելի երաժիշտներից մեկը, ինքը նաեւ արդեն մտադրված էր եւ ուներ որոշակի փորձ դիրիժորության եւ ես առաջարկեցի իրեն, որ միգուցե սա համատեղ կարողանանք վերականգնել եւ ինքը շատ շնորհակալ եմ, որ համաձայնեց եւ հեշտ չէ ճանապարհը, բավականին երկար բանակցություններ ունեցանք եւ Հայաստանի ընդհանուր բարեգործական միությունը մենք բանակցություններ ունեցանք։ Այո, Հայաստանի ընդհանուր բարեգործական հայկական ընդհանուր բարեգործական միության հետ եւ իրենք համաձայնեցին ֆինանսավորել եւ առաջին անգամ անցյալ տարի հուլիսի 5-ին եղավ այդպես ներկայացում, ներկայացրեցինք նվագախումբը փոքր փակ համերգով եւ հետո ուրեմն դեկտեմբերի 23-ին ունեցանք այդ մի համերգ եւ մարտի 23-ին եւ հսկայական թռիչք ապահովեց Նարեկի հրաշալի պրոֆեսիոնալ եւ առաջնորդի հատկանիշներ ունեցող երաժշտի օգնությամբ եւ ղեկավարությամբ եւ հիմա առաջ ենք շարժվում։ Դեպ ասեմ, որ հուլիսին այո, իսկապես այդպես փոքր համերգ պրեզենտացիա տեղի ունեցավ փակ AGB-ում եւ դրանից հետո այդ բանակցությունները եւ թղթաբանությունը բարձրամա շատ ծավալուն process է դա նվագախումբ կազմավորելը եւ զարգացնելը եւ դրանից հետո մենք քանի որ մենք սկզբում 11 մարդեր նվագախումբը ի սկզբանե կազմա Արցախից բայց ես ասացի որ 11 հոգին դա անհնար է անվանել նվագախումբ, դա անսամբլ է, մեզ գոնե այն պահին պետք է գոնե 14 հոգի բան անել, որ այս ամենամինիմումը եւ ավելացրեցինք 14 հոգի, հոկտեմբերին մենք լսումներ անցկացրեցինք, առաջին փուլը լսումների կարելի ասել, որտեղ
մոտ 40 երաժիշտ ցանկություն հայտնեցին, բայց դե ցավոք ֆինանսական պատճառներով սահմաններ չեն կարող բոլորը ընդունել, ավելացրեցինք 17 հոգի եւ արդեն մարտին էլի 90 ներկայացրեցինք եւ ավելացրեցինք, մեծացրեցինք նվագախումբը արդեն իմ կարծիքով օպտիմալ եւ շատ ճիշտ թվի, որը 25 երաժիշտ։ Առաջնահերթությունները իհարկե տրվում են արցախցիներին, եւ սա միանշանակ, բայց մենք գիտենք, որ Արցախում դասական երաժշտությունը այդքան մեծ հնարավորություններ չուներ, ջութակ, թավջութակ, կոնտրաբաս եւ այլն, բայց հիմա հույս ունենք, որ իրենք նաեւ կներգրավվեն մեր կրթական ուրեմն կառուցվածքի մեջ եւ կկարողանան արագ վերականգնվել եւ հաջողությունների հասնել եւ ինչու՞ չէ ընդգրկվել մեր նվագախմբը։ Նշեցիք կամերային, այսինքն նշվում է պես, հա, Արցախ կամերային նվագախումբը։ Սկզբից 11 հոգի, հիմա գնալով դարձան 25։ Միգուցե այսպես ընդլայնենք սահմանները եւ կամերային բառը հանենք եւ արդեն դառնա Արցախ նվագախումբ ամբողջական սաստավով, ինչպես ասում։ Ինչու ոչ, միշտ նպատակները պետք է բարձր լինեն, մեծ լինեն, ես սիրում եմ համ կամերային նվագախմբի ռեպերտուարը, բայց սիմֆոնիկ նվագախմբի ռեպերտուարը տասնապատիկ, եթե ոչ 100-ապատիկ ավելի մեծ է եւ շատ հանճարեղ ստեղծագործություններ կան եւ եթե մենք տեխնիկապես խոսանք մեր նվագախումբը կամերայինը դա մենք հիմա ավելացնում ենք, բայց մեր նվագախումբը կոչվում է Արցախ նվագախումբ, դրա համար այդ հնարավորությունը կա լինի Ես համոզված եմ, որ այդպես է լինելու է, որովհետև նվագախմբի, ինչպես ասում են, պարագլուխը տաղանդավոր մարդիկ են եւ մարդիկ, ովքեր լծված են կարևոր գաղափարով, որ այս ամենը ընդլայնվի եւ ամենակարևորը անունը պահվի։ Եվ ինչպես նշեցիք, Տիկին Պապյան հենց Արցախ անունը պահելու համար է շատ կարևոր։ Ես կարծում եմ անունը հնչեցնելը պետք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչ ծրագրեր կան այս առիթով արդեն։ Ծրագրեր կան, հրավերներ կան եւ նույնիսկ առաջին մեր ներկա պրեզենտացիայի ներկայացուցչական համերգից հետո Սիրիայի դեսպանը ներկա էր եւ ամիջապես հրավիրեց Սիրիան, նվագախումբը ցավոք սրտի հետո բարձ եղավ, գիտենք ինչ տեղի ունեցավ Սիրիայում եւ հիմա այս պահին հրավերներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Ֆրանսիա եւ մնացածը Նարեկը կասի։ Իդեպ, հա, Կանադա հրավեր կար արդեն աշնանը, այս աշնանը, բայց մեղքը իմ վրա ես պետք է վերցնեմ, եւ տենց էլ կա, ես խնդրեցի հետաձգել այդ հրավերը մինչեւ գոնե գարուն, որպեսզի գիտեք մենք շատ բարձր չափանիշ ենք դրել մեր օրկեստրի, մեր նվագախմբի որակի եւ երաժշտական մակարդակի չափանիշը շատ բարձր է եւ ինձ հարկավոր է ավելի շատ, մեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ, որպեսզի այդ չափանիշին հասնենք։ Մենք արդեն շատ բարձր մակարդակի եւ ես համոզված եմ ունկնդիրը մայիսի 5-ին կհամոզվի եւ կվայելի, բայց գիտեք հայերի մոտ, անհատ երաժիշտների, կոլեկտիվների, դասական, ոչ դասական, հա ընդհանրապես մեր ժողովրդի մոտ շատ ինչ-որ արդեն տարածված է, որ մենք գնում ենք հյուրախաղերի, ասենք թե Հայաստանից Ռուսաստան, չգիտեմ, Ամերիկա, Ֆրանսիա եւ այլն, հայը հայերի համար նվագում է այնտեղ շլացուցիչ հաջողությամբ ոտնկայս իրեն հայը հային ծափահարում է եւ գալիս են հետ եւ ասում են այ գնացել ենք Ֆրանսիայում մեծ հաջողություն եք ունեցել։ Դա էլ մեզ համար շատ կարևոր է մեր հայրենակիցներին արտասահմանում հա էլի հաճույք պարգևել, բայց ինձ շատ կարևոր է որ մեզ ընդունի եւ ջերմ ընդունի Կանադայում կանադացին, ամերիկացին, ֆրանսիացին եւ այլն, հա, եւ դրա համար մենք պետք է համապատասխանենք ոչ թե Հայաստանում ինչ որ ընդունված ստանդարտներին, այլ ստանդարտները միջազգային ստանդարտներ են, այո, բարձրագույն միջազգային ստանդարտներ, որտեվ ես համարում եմ ասենց, եթե ֆրանսիական նվագախմբերը կամ ավստրիական կամ գերմանական կարող են հասնել այդ մակարդակի, ապա հայերեն էլ կարող են, որտեվ մենք եթե
մինիմումը ասել, ոչ պակաս տաղանդավոր ենք, բայց դա շատ փափուկ ասացել։ Բայց ցույց տվեք ավելացնել, որ մենք արդեն երևի թե կհասել ենք որոշ ոլորտներում եւ նույնիսկ հենց երաժշտության ոլորտներում, որովհետեւ հենց հիմա մեր տաղարում մարդիկ են, ովքեր այդ ոլորտները, այդ նշաձողը վաղուց արդեն հասել են եւ անցել են։ Մենք շատ անհատների երկիր ենք։ Այդ մարդիկ, որոնք ծաղարում նստած են, անհատներ են։ Եվ բայց ես հիմա խոսում եմ ինչ որ sense ինստիտուցիայի մասին, institution հայերեն չգիտեմ ոնց է դա, հա։ Այս դեպքում ավելի արդեն կարևորում է դիրիժորի աշխատանքը, ով պիտի հենց այս ամենը ղեկավարի եւ տանի։ Իսկ ես համոզված եմ, որ ձեր ուսերի այս դրված աշխատանքը դուք հաստատ պատվով եք կատարում։ Շնորհակալություն։ Բայց ես մի հարցել ունեմ, քանի որ երեք երբ պատրաստում էի հարցազրույցին, այս աշնան մասին հրավերը մերժելը դեռ երեք արդեն տեղեկատվությունը գիտեի, ու ինձ մոտ հարց է առաջանում, դուք նարեկ բոլոր ոլորտներում եք կյանքի այդքան խիստ եւ նշաձողերը բարձր դնող, թե միայն նվագախմբի դեպքում է։ Բոլոր եւ շատ մարդիկ ինձ ատում են դրա համար, ոմանք սիրում են, չէ, իսկապես ես արդյունքները արդարացնում են։ Ես համարում եմ, որ եթե կոնկրետ իմ մասին խոսանք, եթե ես բծախնդիր եւ իմ չափանիշները բարձր չդնեի, ես Չայկովսկի մրցույթը չէի հաղթի, որտեվ ես փաստորեն դարձա առաջին երաժիշտը 1958 թվականից, որը հաղթեց Չայկովսկի մրցույթը ներկայացնելով Հայաստան, որտեվ դա այդ իմ չափանիշներից մեկն էր։ Ես կարող եմ ներկայացնել Ռուսաստան, որտեվ ես սովորում էի, մեծացել եմ Ռուսաստանում, սովորել եմ Ռուսաստանում եւ Ռուսաստանի կոնսերվատորիայի սան, հա, եւ դրա համար ես կարող եմ եւ դա ավելի հեշտ կլիներ Ռուսաստանում Չայկովսկի մրցույթին մեզ, բայց այդ իմ չափանիշներն են, այդպես որ եթե ես համ չափանիշներ, համ նաև ինչ որ հայրենասիրությունը, որ ես հայ եմ ծնվել, ես երբեք կյանքումս չեմ ունեցել ոչ մի ուրիշ երկրի քաղաքացիություն եւ ոչ մի նպատակ չունեմ ունենալու դեռ համենադեպս եւ հաստորեն ներկայացրեցի Հայաստանը լավագույնը չունենալով ոչ մի ինչ որ աջակցություն մրցույթում, հա, ես ինքս գնացի դրա համար դա խոսում է բարձր ինչ որ պլանկայի մասին եւ ամբիցիաների եւ այդ նույն ամբիցիաները ես փորձում եմ ոգեշնչել եւ վերածել Վերել նաեւ նվագախումբ։ Այո, նվագախումբ։ Տեսեք, սա այն դեպքն է, երբ որ հայ լինելով դու պիտի լինես բազմապատիկ անգամ ավելի լավ, որպեսզի ունենաս համաշխարհային ասպարեզում կարողանաս ինչ որ տեղ գրավել, որովհետև այդ սա այն դեպքն է, երբ որ եթե բացառիկ երևույթ ես երաժշտության մեջ, իրենք արդեն չեն կարող ոչինչ անել, որովհետև միշտ կա մի քիչ ավելի, գիտեք, կոմպրոմիս եւ այլն, սա միշտ անում են, բայց երբ որ դու առանձնանում ես մի, այսինքն բազմակի անգամ, այդ դեպքում արդեն բոլոր զենքերը վայր են դնում։ Բացառիկ երևույթ եք եւ ունենալով շատ հնարավորություններ, այսօր էստեղ եք նորից մի նվագախմբի կողքին, որի անունը բարձր պահելը նաև վերցրել եք ձեր ուսերին։ Սա նույնպես շատ կարևոր աշխատանք է։ Ինչքանով եք այսօր տեսնում, որ այս ամենը ինչ որ արվում է, հաստատ ունենալու է այն բարձր արդյունքը։ Գիտեք, ես շարունակեմ Նարեկի միտքը, որ ինքը այսօր Հայաստանում է եւ Չայկովսկու մրցույթում ուրեմն ներկայացրել է Հայաստանը։ Ես 32 տարի ապրել եմ Եվրոպայում եւ երբեք ոչ մի անունս անգամ չեմ փոխել, չնայած իմ ուրեմն մենեջերները միշտ ասել են, որ Հասմիկը մի քիչ այդքան էլ բեմական չի փոխի անունը եւ այլն, ես ասել եմ, որ եթե մարդիկ կարող են արտասանել Մստիսլավ Ռաստրապովիչ, Հասմիկը ինչ որ ձևով կարող են սովորել եւ նույնն էլ ես եմ ասել այդ նույն բանը դողը։ Եվ գիտեք ինչ, սա թող ամպագորգոր չհնչի, բայց ունենալ հնարավորությունները, ես շատ շնորհակալ եմ Եվրոպային եւ ընդհանրապես այդ իսկապես որ ինձ տվել են հնարավորություն կայանալու, ինքնահաստատվելու եւ այլն, բայց կա մի անբացատրելի
իրականություն, իրողություն, ինչը քո պատկանելությունն է, եթե դու ունես ազգային պատկանելություն, դու ուրեմն չես կարող պատկերացնել քո կյանքը, քո երկրից, քո արմատներից հեռու, ես սա միշտ իմացել եմ եւ դա ինձ համար նորություն չի, որ ես գնացել էի երկարատև այսպես ասեմ, գործնական ճամփորդության, իմ ճամփորդությունը ավարտվեց, ես հիմա Հայաստանում եմ։ Ես փորձում եմ ուղղակի նախ արդարացնել իմ այստեղ լինելը, ես ինչի համար եմ այստեղ եւ եթե կարող եմ ինչ որ ոլորտում ինչ որ բան անել, փոխանցել իմ փորձը, ես դրա համար միայն ուրախ կլինեմ։ Իսկ այդ ձեր ասած ընտրության հնարավորությունը միշտ կա, դա մեկ անգամվա տոմս է, միակողմանի, դա միշտ կարող եմ ունենալ, որը հույս ունեմ, որ մեր երկիրը կկարողանա այս դժվար վիճակից դուրս գալ եւ մենք էլ կկարողանանք մեր փոքրիկ ինչ որ լուման ունենալ դրանում եւ մնանք եւ շենացնենք մեր երկիրը, որովհետեւ իհարկե հայերը ունեն մեծ պոտենցիալ, մեծ հնարավորություններ եւ թերևս դա է պատճառը, որ հիմա ուզում են մեզ ինչ որ ձևով անտեսել, իսկ մենք չպիտի թույլ տանք։ Տաղանդավոր մարդիկ մեր գենում, մեր արյան մեջ շատ են եւ տա Աստված, որ ինչքան էլ լինի այդ հրապուրիչ հրավերները եւ այնտեղ մնալու ու շարունակելու այդ առաջարկները, միևնույն է, որոշ ժամանակ գոնե, հա, գան ու տեր կանգնեն այն ամեն ինչին, ինչը ունի մեծ պատմություն եւ ժառանգություն։ Այնպես որ շնորհակալ ենք ձեզ, որ այսօր Արցախ կամերային նվագախմբի կողքին եք, սա շատ կարեւոր է, որովհետեւ լինեն մարդիկ հենց այս ամենի գլխավերևում, որոնք ունեն պատմություն արդեն իրենց կողմից եւ այդ ամենը տալ նաեւ հենց եւ ոգեվորել ու ոգեշնչել, սա նույնպես շատ կարեւոր է հենց նվագախմբի յուրաքանչյուր երաժշտի համար։ Պատասած եմ այդպես։ Շնորհակալություն։ Մենք ձեզ սիրով հրավիրում ենք Շնորհակալ ենք շատ։ Ունենք որ ժամանակ ունենաք կգաք։ Շատ շնորհակալ ենք, այո։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների, նվերների կամ պարզապես խոսքերի հետ կապված։ Այստեղ հայտնի բանաստեղծների ֆրազներն են ներառված, երկու բացիկ, մեկում Սահյանի խոսքերն են, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից, մյուսը Տերյանն է, քո աչքերի դեմ, իմ աչքերը կույր։ Այս բացիկները ձեզ տվեք նաև այն մարդկանց, ովքեր հենց այս բառերի հեղինակն են ձեր կյանքում, կամ պարզապես պահեք հենց ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան։ Կողքին նաեւ նախուտեստ ունենք պատրաստելու, բայց դա ավելի ուշ։ Հիմա այս պահին ինչ ենք արել։ Հավի կրծքամիսը տապակել եմ ես եւ այստեղ պետք է ավելացնենք մի քանի համեմունք, բայց մինչ այդ ես ավելացնելու եմ նաեւ կարմիր թարմ պղպեղը եւ շատ արագ համեմելով այս ամենը, շատ քիչ տապակելով արդեն տեղափոխելու ենք մեր խորոված բանջարեղենի վրա։ Ինչպես հիշում եք, ասացի, որ պահածոացված խորոված բանջարեղեն ունենք, մենք սմբուկ, պղպեղ եւ լոլիկ, եւ այս համադրությունը շատ համահունչ եւ շատ համեղ կստացվի։ Ահա, ավելացրել եմ պղպեղը, թարմ պղպեղը պարզապես պետք է մի փոքր այսպես շոքե խաշվի, շատ տապակել կամ եփել պետք չի։ Ես այստեղ մի փոքր աղ կավելացնեմ, շատ քիչ, որովհետև սոյայի սոուս եւս պետք է ավելացնեմ։ Այստեղ ունենք խմելի սունելի, գիտեք, հաճախ ենք խոսել այս մասին, որ հավի կրծքամսի հետ շատ համահունչ է։ Խմելի սունելին ինձ թվում է պետք է որ օգտագործեք, սև պղպեղ ավելացնեմ։ Եվ իհարկե սոյայի սոուս։ Մենք սոյայի սոուս պետք է ավելացնենք այստեղ, ահա։ Խառնենք։ Եվ խառնելուց հետո արդեն մի փոքր էլ եփվելուց հետո ես կավելացնեմ մեր բանջարեղենի վրա։ Իսկ մինչ այդ ես ավելացնեմ նաև բարակ շերտատված սոխը, ես այս ընթացքում հասցրեցի կտրատել սոխը, ահա այսպես կիսալուսնաձև կտրատված
սոխ ավելացնենք, կարող եք նաև շալոտ տեսակի սոխը այստեղ օգտագործել, ոչ թե սովորական սպիտակ գլուխ սոխ, այլ շալոտ տեսակի սոխ, որը աղցանների հետ իմիջիայլոց շատ համահունչ է։ Եվ իհարկե կանաչիներից այստեղ ունենք սիրելիներս խառը կանաչի, ինչպես ասացի, թե համեմ կա, թե ռեհան կա եւ թե ուրեմն մաղադանոս, սա էլ ավելացնենք, քիչ հետո կավելացնեմ մեր տապակված բանջարեղենը, պղպեղը եւ իհարկե հավի կրծքամիսը։ Սիրելիներս, դուք մի փոխեք ալիքը, մնացեք մեզ հետ։ Հիմա դադար է լինելու, բայց հետո կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ նույնիսկ այս տոնական օրվա ընթացքում չպետք է մոռանանք առողջ ապրելակերպի մասին եւ իհարկե հրաշալի առիթ է, քանի որ փողոցներն էլ բավականին բաց են, գնալ մարզասրահ Hill սպորտային համալիր եւ այսօր առողջ լինել, հետևել մեր առողջությանը եւ Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, որոնցից յուրաքանչյուրին մենք բարբերաբար անդրադառնում ենք։ Այո, ամեն ինչ ասեց Սոնա եւ կարծում ժամանակն է տեղափոխվելու հենց այնտեղ տեսնելու այս առավոտը ինչ առաջարկում մեզ։ Ջուրն առողջություն է, իսկ լողը ձեր ուժն ու հանգստությունը։ Hill սպորտային համալիրում գործում են լողի խմբեր նաև մեծահասակների համար, ճկուն գրաֆիկով եւ անհատական մոտեցմամբ։ Դասընթացների ընթացքում սովորողները խորացնում են իրենց լողափորձը, վերականգնում ֆիզիկական ձևը եւ բարձրացնում ընդհանուր կենսունակությունը։ Խմբերում ընդգրկված են ինչպես սկսնակներ, այնպես էլ միջին եւ առաջադեմ մակարդակի մարզիկներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ճիշտ շնչառության, շարժումների տեխնիկայի կատարելագործման ու ջրի նկատմամբ վստահության բարձրացման վրա։ Լողը նաեւ հրաշալի միջոց է սթրեսից ազատվելու եւ առողջ ապրելակերպը պահպանելու համար։ Այսպես հիանալի են բոլոր այն մարզատեսակները եւ լողավազանը շքեղ, որ առաջարկվում են բոլորի համար, ի դեպ շատ քիչ մնաց, որպեսզի արդեն բացվի եւ հասանելի դառնա ամառային բացօթյա լողավազանը, դե հուսանք, որ եղանակը շատ արագ կտաքանա եւ հասանելիությունը արդեն կլինի բոլորիս համար։ Իսկ մինչ այդ իհարկե դուք գնացեք Hill սպորտային համալիր ձեր գեղեցիկ կազմվածքի ետևից, որպեսզի այդ բացօթյա լողավազանի սեզոնին արդեն պատրաստ լինեք։ Իսկ մենք տեղափոխվում ենք Խոհանոց, որովհետեւ մեր շատ սիրելի Ադրինեն շատ աշխատասեր, շատ ժրաջան հենց հիմա շատ
ինչ որ կարևոր գործընթացի մեջ է, տեսնենք թե ինչ է անում։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն եւս մեկ անգամ իմ թակագին հերոստատիտող։ Այո, ես այստեղ աշխատանքս շարունակում եմ, համարյա թե կանգ չեմ առել, բայց իհարկե միասին մեկ անգամ եւս կկրկնենք բաղադրատոմսը եւ կընթանանք առաջ հաջորդ նախուտեստը պատրաստելու համար։ Իհարկե, մինչ այդ ասեմ, որ մենք այստեղ ունեինք խորոված բանջարեղեն, սմբուկ, լոլիկ, պղպեղ, այնտեղ ավելացրեցի տապակած հավի կրծքամիս պղպեղով, թարմ կարմիր պղպեղով, համեմեցինք տարբեր համեմունքներով եւ սոյայի սոուս ավելացրեցինք։ Այստեղ լցրեցի նաեւ սոխ, բարակ կտրատված եւ խառը կանաչի։ Ահա ընդհանրապես պետք է այս հրաշքը խառնել, այս համեղ բանջարեղենները եւ թռչնամիսը խառնել եւ իհարկե մի փոքր կթողնենք հանգստանա, մի փոքր կթողնենք սառչի, այնուհետեւ կվայելենք։ Ես սա կթողնեմ մի կողմի վրա եւ կանցնենք առաջ հաջորդ նախուտեստը պատրաստելու։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է աղացած միս, ես արդեն այն տապակում եմ, ահա մի փոքր բուսայուղ ավելացնեմ, այսպես, ինչու ոչ կարելի է այստեղ ես համոզված եմ, որ պետք է նաև շատ քիչ հալած յուղ օգտագործենք։ Ահա այսպես։ Շատ տեղին կլինի կարծում եմ, 1 վայրկյան։ Ահա։ Սա կթողնեմ մի կողմի վրա։ Մինչ տապակենք այս աղացած միսը, ես այստեղ ասեմ, թե ինչ ենք անելու շարունակությունը։ Կրակը բարձրացնեմ, որպեսզի արագ ստացվի այն։ Այստեղ ունեմ թթվասեր, ավելացնելու ենք մածուն։ Ինչպես ասացի, սա նախուտեստի տարբերակ է կամ սոուս կարելի է անվանել, բայց շատ հետաքրքիր յուրօրինակ տարբերակ։ Ահա, եւս մեկ գթալ վերցնենք եւ իհարկե ավելացնենք մեր մածունը, այսպես, ահա, առայժմ այսքանը, այստեղ ավելացնելու ենք աղ սև պղպեղ, աղ, սև պղպեղ, խառնենք, այստեղ ավելացնելու ենք նաև սխտոր, թարմ սխտոր կավելացնենք, ես քիչ հետո կմաքրեմ սխտորը եւ իհարկե կճզմեմ մածնի մեջ, չմոռանանք մսի մասին։ Իմ սիրելի Ադրինե, Ջան, ինչով օգնեմ։ Կանաչին կտրատեմ։ Սուրեն առավոտից ինձ գործ։ Այո, եթե տրամադրված ես կարող ես սա միտքը կտրատել։ Ահա, Ճիշտ է, ես պատրաստ չէի քեզ այսօր աշխատանքի դնել, բայց բայց մեծ սիրով։ Դու միայն ասա մանր, քիչ մանր, այո, միջին մանր։ ինչպես քեզ հարմար է, Շատ մանր։ չէ, շատ մանր պետք չի, նորմալ։ Նորմալ։ Նորմալ, այո։ Նորմալ, շատ պարտադիր պայման չէ շատ մանր լինի։ Ես հիմա ներկայացնեմ հերոստատիտողին, թե ինչ եմ ավելացնելու այս աղացած մսի վրա։ Այստեղ մենք պետք է տոմատի մածուկ մի փոքր ավելացնենք։ Այսպես։ Եվ իհարկե համեմունքներ, էլի համեմունքներ։ Ահա, կարծում եմ բավական է։ Սոնա ջան, ո՞նց ես։ Պատմի տեսնեմ ոնց ես։ Գրեթե լավ։ Փորձում պետք է լավ լինել, այո, պարտադիր պայման է։ Եվ իրականում շատ հաճելի է այսօր եւս աշխատանքի լինել, որովհետեւ այսօր հատկապես մեր հեռուստադիտողները ավելի շատ կլինեն, որովհետեւ աշխատանքային ժամին բոլորը տանն են։ Թեպետ ես քիչ մարդիկ գիտեմ, որ այսօր եւս աշխատում են։ Դե ամենակարևորը նշենք, որ իհարկե սպասարկման ոլորտները պարտադիր աշխատում են, չկա գրեթե որևիցե բժիշկները, այո, բժիշկները, իհարկե, ծառայություն մատուցողները բոլորը այո աշխատանքի մեջ են, բնականաբար խանութներն են աշխատում եւ բոլոր համեղ վայրերը, որտեղ կարող է սնվել մարդիկ աշխատում են, այնպես որ էլի ասելով, որ այսօր ոչ աշխատանքային է, դա այնքան էլ այդպես չէ։
Նայածում համար, Նայածում համար, այո։ Դե պետք է մի մասն էլ աշխատի, որ այն մյուս մասը կարողանա հանգստանալ, դա էլ է նորմալ։ Դե աշակերտները եւ ուսանողներն են կարծում եմ շահում այսօր, որովհետեւ իրենք տանն են։ Եվ մենք շահում ենք, որ փողոցները բաց են այսօր, զարմանալիորեն հաճելի է առավոտը, ես մոռացել եմ անկեղծ ասած, հիշել եմ հենց բաց փողոցներից, որ մայիսի 1 է, եւ դե տոնական ամիս է շատ, ես սիրում եմ այս ամիսը եւ շատ կուզեմ, որ մեզ հայերիս համար տոները հատկապես շատ լինեն եւ բոլորիս տրամադրությունը միշտ շատ բարձր լինի, դու ճիշտ ես իրավացի։ Եվ համեղ սնվենք։ Այո, ես քեզ կխնդրեմ քրքումը սև պղպեղը փոխանցես ինձ։ Շատ լավ, սև պղպեղը։ Այո, քրքումը, կողքի ամանիկը, այո, շնորհակալ եմ։ Ահա, ես ասեմ, որ այստեղ ավելացրեցի խմելի սունելի, ավելացում եմ քրքում սև պղպեղ, մի փոքր էլ եթե կարելի է սպիտակ փոշին, այսինքն սխտորի փոշին։ Աղն եմ փնտրում հայացքով անընդհատ ու չեմ գտնում։ Ահա, աղն էլ մի փոքր էլ աղ ենք ավելացնում, շատ զգուշությամբ, որովհետև մածնի մեջ արդեն աղ ունենք։ Շնորհակալ եմ։ Իսկ մածունը Էլոլա ապրանքանիշից է սիրելի հեռուստադիտողներ, բազմիցս նշում ենք մեկ անգամ եւս հիմա նորից կնշեմ, որ այո, Էլոլա ապրանքանիշը անարատ կաթից պատրաստված կատնամթերք է առաջարկում, ոչ մի հավելումներ չեն ավելացնում, ամեն ինչ բնական է, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի ամբողջ անդամներով, հատկապես փոքրիկների համար, վստահ եղեք, որ իսկապես անարատ կաթից պատրաստված կատնամթերք եք առաջարկում, այնպես որ նախընտրեք մշտապես Էլոլա ապրանքանիշը։ Համաձայն եմ քեզ հետ, հոյակապ կատնամթերք, որը այսօր մեր նախուտեստի տարբերակով մենք առաջարկում ենք ձեզ, ասեմ, որ թթվասերը եւ մածունը խառնել ենք եւ հիմա պետք է նաեւ սամիթը ավելացնես մածնի մեջ, Սոնջան։ Ահա, ես քեզ կխնդրեմ այդ գործողությունը եւս անես։ Ստա մի փոքր ամեն ինչ խառնված է, կարող ես ձեռքով էլ ավելացնել։ Ես չեմ կարծում խնդիր կա դրանում։ Հեռուստատեսային տարբերակով անել լավ։ Ահա։ Եվ ասեմ, որ համարյա մեր աղացած միսը պատրաստ է, մենք այստեղ ավելացրեցինք տոմատի մածուկ եւ մի քանի համեմունքներ։ Էլի ճաշակի հարց է, ինչպես դուք եք ցանկանում համեմունքների հետ կապված։ Մնացածը շատ պարզ է։ Սիրելիներս, այսքան քիչ բան է պետք այս նախուտեստը պատրաստելու համար, բայց թե ինչպես կմատուցենք, դա արդեն վերջում կցուցադրեմ։ Ամենագլխավորը, որ հիմքը, այսպես ասած, պատրաստ է արդեն։ Այստեղ ցանկության դեպքում, եթե ցանկանում եք, կարող եք պղպեղ, կարմիր պղպեղ խորոված տարբերակով կամ էլի տապակված տարբերակով ավելացնել, բայց ես նախընտրեցի ամենահասարակ եւ պարզ առանց հավելումների բանջարեղենային։ Ահա, այսքանը ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ այստեղ ունենք շատ հարուստ աղցան եւ բանջարեղեն կա եւ թռչնամիս կա այստեղ։ Շատ անուշահոտ։ Այո, շատ համեղ նաեւ կարող եք օրվա ընթացքում պատրաստել եւ իհարկե այս հետաքրքիր նախուտեստը, որի համար քիչ բաղադրիչներ էր պետք, բայց իրականում ինքը կդառնա շատ հետաքրքիր եւ համեղ։ Այո, եւ այս ամենի հետ իհարկե առանձնացնում ենք անմահական գինի, որ առաջարկում է Էջևանի գինու գործարանը։ Իրենց գինիները հայտնի են ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, վաղուց Հայաստանի սահմաններից դուրս ունեն իրենց շատ հստակ եւ շատ սիրելի տեղը սպառողի կողմից եւ նաեւ առանձնանում են Իջևանի տատիկների կողմից պատրաստված պահածոների եւ հյութերի մեծ տեսականիով, որի ընդհանրապես մի փոքրիկ շատ չնչին մասի հիմա տեսնում եք ձեր էկրաններին, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք գնել եւ վայելել տնական համն ու հոտը։ Համաձայն եմ քեզ հետ եւ մենք էլ կփորձենք վերջում մի համեղ հյութ այստեղ մեր համեղ այս ուտեստների հետ մատուցել։ Կամ գինի, այսօր տոն է։ Կամ գինի, այո, դու իրավացի ես, իսկապես։ Այսօր տոն է, մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ մեկ շիշ գինի բացել եւ վայելել ամբողջ թիմով։ Ահա, եւ այս լավ նոտայի վրա հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կողջունենք այսօրվա մեր երկրորդ հյուրերին, հետո շատ արագ կամփոփենք խոհանոցը, որպեսզի վայելենք թե գինին եւ թե օրվա բաղադրատոմսը։ Դադար մեր եթերում։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք թատերաշխարհ։ Երևանում եւ Աբովյանում մեկնարկած Արմոնո միջազգային թատերական 23-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 27 մոնոներկայացում։ Փառատոնի շրջանակում դրամատուրգ Նարեկ Մանուչարյանն ու բեմադրիչ Շուշան Ղազարյանը հանդիսատեսին կներկայանան
հումանոիդ ներկայացումով։ Ու այս առիթով մեր տաղավարում են դրամատուրգ Նարեկ Մանուչարյանը, բեմադրիչ Շուշան Ղազարյանը, դերասան Սաշա Սուքիասյանը, բայց ես հավելացնեմ, էլի բեմադրիչ եւ դերասան Շուշան Ղազարյանը։ Հալացրեք։ Մեզ վերջին շրջանում Շուշան արդեն ոնց որ անցել ես բեմադրություններին մենակ։ Ահա, այդպես է ստացվել։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Շոտ։ Լավ։ Սաշ ջան, ինչի դեր պետք գլուխը դրեցիր ցավի տակ։ Իրականում այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև սենց ասեմ ես լավ է, որ միակ մարդիկ եք, որ այդ հարցը տվեց, որովհետև մնացած ասում են, հա, արեք, բայց դուք ինչի համար գլուխը դրեցիք։ Բայց չէ, շնորհակալ եմ իմ ընկերներին, չգիտեմ ինչ է ստացվում, բայց լավ է ստացվում։ Շատ լավ։ Երևի լավ է ստացվում։ Առաջ ասված։ Բայց ես մի քիչ բզբզանք էլ չեք գնա ներկայացման։ Էլ մի հարցեր տվեք։ Չէ, էլ տարբերակ չունի։ Էլ պետք է լավ։ Դե պատմեք համագործակցության մասին եւ փորձերը ինչպես են ընթացել։ Նախ ասեմ, ուրեմն Արմոնո փառատոնին մասնակցելու միտքը շատ վաղուց այսպես պտտվում էր տարիներով։ Սկզբում մտածում էի ես ինքս խաղամ, հետո երբ որ սկսեցի արդեն զբաղվել ռեժիսուրայով, մտածում էի ինչ որ գործ անեմ եւ այլն, բայց միշտ ինչ որ բան խանգարում էր։ Էս պիտի լիներ, պարտադիր պիտի լիներ, որով եւ շատ արագ ա եղել ամեն ինչ։ Սենց մի օրում որոշվեց, խոսք բացվեց, մենք Սաշայի հետ մի օր տենց զրուցում էինք ուղակի, հանկարծ խոսք բացվեց մոնո ներկայացումներից, այսինքն ոնց որ նախախնամություն լիներ, էլի։ Հետո էլի խոսք բացվեց մոնո ներկայացումներից, Նարեկը առաջարկեց գրել պիես եւ Սաշան էլ խաղա եւ հրաշալի մի պիես գրեց շատ կարճ ժամանակում, կոչվում է Հումանոիդ, Մեծի հիշեցի այդ կարճ ժամանակ։ ինչի մասին է ինքը կխոսի երևի, ու այսպես շատ արագ մենք գրեթե հասցրել ենք վերջին օրվան այդ հայտերը ընդունման, Մարիաննայի հետ էլ խոսելով, խորհրդակցելով, շատ ոգևորվելով ու սկսեցինք աշխատել։ Եվ ինչի մասին է գործը։ Իրոք շատ արագ ամեն ինչ կատարվեց ու երևի այդ ժամանակահատվածը մտածելու թե մենք հիմա ինչ թեմայով պիտի խոսենք, շատ կարճ էր։ Մի 2 ժամ զրուցել ենք ու եկել ենք կանգնել ենք հենց այս հումանոիդի թեմայի վրա, խոսում է մի ռոբոտի մասին, որին ստեղծել է մարդկությունը ու որի մեջ փորձում են դնել բոլոր այն զգացմունքները, բոլոր այն երևույթները, որը իրական մարդ ունի ու տեսնեն արդյոք այս հումանոիդը կկարողանա գոյատևել մարդկության մեջ ու նաև փորձում են զերծ պահել հումանոիդին բոլոր այն երևույթներից, որոնք հիմա ժամանակակից մարդուն խանգարում են ապրել։ Շատ ճակերտավոր խանգարում են ապրել, գլոբալիզացիայի մասին է նաև գնում խոսքը, գնում է հավատի վերացման մասին, որ հավատը որոշ կետերում խանգարում է մարդկանց, իհարկե այդ գլոբալիզացիայի մասին խոսողների կարծիքով։ Իսկ մենք բերել ենք մի միտք, որ հավատը միևնույն է ամեն պարագայում օգնում է առաջ գնալ, օգնում է ապրել, բայց դե այս մեր ներկայացման մեջ իհարկե հումանոիդը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ոնց պիտի հավատա, ոնց պիտի սիրի։ Այսինքն ինքը ուղղակի անդրոիդից ստեղծված մի երևույթ է, որը ուղղակի կարողանում անել են, ինչ իրեն հրամայում են ու վերջ։ Սաշ, ճիշտ է, դու խնդրել ես որ քեզ շատ հարցեր չտանք եւ չխոսացնենք, բայց ճար չունես, դու ես խաղում։ Մոնոյա։ Իրականում այս թեման ինձ համար դարի ամենացավալի թեմաներից մեկն է, այն առումով որ հա, որովհետեւ չգիտես ինչի մարդիկ ավելի իրենց սրտին մոտ են ընդունում ChatGPT-ին ու կարողանում են իրեն ավելի հաճելի կիսվել, քան իրենց ընկերների հետ, չես հասկանում ոնց։ Ու երբ որ դու AI-ին ինչ-որ բան ես ասում, վիրավորվում ես, չի կարելի։ Չգիտես ոնց է դա աշխատում։ Ինձ համար դա դարի խնդիր է, այսինքն դու չես կարող չշարժվել ժամանակի հետ, եթե չշարժվես ժամանակից հետ ես ընկնում, բայց ժամանակի հետ շարժվելն էլ իր հետ բերում է զգացմունքների վերացում կարելի ասել, որովհետև մենք այս ընթացքում չենք հասկանում, թե ինչ փոքր բաներ են վերանում մեր կյանքում։ Նշանակություն չենք տալիս դրանց, բայց դրանք շատ կարևոր են։ Ու այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել։ Ես Շուշանը շատ ենք խոսել այս թեմայի մասին, ուղղակի քննարկումներ, էլի ոչ թե տենց մոնոյի հետ կապված, ուղղակի խոսել ենք սեն։ Ու չէի պատկերացնի, որ դա կդառնա արդեն բարձրաձայնելու հնարավորություն կունենանք, այո, ու իմ ընկերը Նարեկը
այնքան լավ է որ sense մարդիկ են շուրջս հավաքված, որովհետեւ որ սկզբից ասում եի չգիտեմ, ինչ լավ է դուք իմ կողմից եք խոսում, այս մարդիկ են որ ուժ են տալիս, որ ես հավատամ մենք դա կանենք։ Իրականում սա թվով իմ առաջին իրականում շատ դժվար է, չգիտեմ ինչա լինելու, եթե կունենաք ժամանակ, սիրով կսպասենք։ Լավ։ Մինչև այսօր ներկայացումները միշտ շատ էսպես օգնողը դերասանին, հա, բեմում մյուս դերասաններն են։ Այս դեպքում դու մենակ ես։ Վաղ չկա որ տեքստը կմոռանաս։ Բացարձակապես։ Որտեվ տեքստ չեմ սովորել։ Չէ, ոչ մի վախ, ես կոնկրետ ոչ մի վախ չունեմ Սաշայից, ոչ տեքստի, ոչ որևէ բանի առումով, իսկ ինչ վերաբերում է օգնող հանգամանքներին, իհարկե դերասանին օգնում է երաժշտությունը, օգնում է լույսը, օգնում են, չգիտեմ, ձայները։ Այս դեպքում մենք ունենք օգնող եւս մի դերասանուհի, Նարա Սարգսյանը, որը իհարկե բեմում չի լինելու, բայց իր ձայնը եւ իր ներկայությունը լայվ լինելու։ Չբացեմ էլի փակագծերը, որովհետեւ ես շատ ուզում եմ, որ դուք գաք նայեք, հրավիրում եմ, կգաք կնայեք ինքներդ կհասկանաք։ Ու շնորհակալ ենք նաեւ Նարայից։ Իդեպ երբ է, որտեղ որ անդադ հրավիրում եք, ինձ շատ հետաքրքիր Մայիսի ասենք, հա։ Մայիսի 4-ին ժամը 6-ին փոքր թատրոնում։ Մայիսի 4-ին ժամը 6-ին։ Շատ լավ։ Դե փորձերից էլ մի քիչ կպատմեք, ինչպես է։ Ես կարող եմ պատմել փորձերից, որովհետև այդ որոշումը որ փորձել Սաշ ջան, դու ինչ հիշում եմ, շունչ թատրոնի հետ դրսերն ես։ Այդ է ուզում ասել։ Ես կանես հետո խնդրեմ շուշան գազել։ Ձերքի սպին որ տեսնի, դրսից գալիս է վիրավոր, ինչ-որ ձերքը փորձանքներով լեցու։ հերթով բոլորս զոհվեցին վերադարձան։ Բայց չգիտեմ ոնց։ Հիմա հասել ենք վերջնակետին։ Իրականում մի քիչ խոչընդոտված գնացին փորձերը, ինչ-ինչ պատճառներով, բայց հարթ եւ խաղաղ, այսինքն որևէ ներվ չի եղել։ Սաշայի հետ սա կոնկրետ իմ 6-րդ համագործակցությունն է, այսինքն այնքան լավ գիտեմ ինքը ինչ արագությամբ է աշխատում, որտեղ է հուսահատվում, որտեղ է ոգևորվում ու վերջում ինչա ստացվում։ Դրա համար բացարձակ մտավախություն չեմ ունեցել առաջին իսկ րոպեից, իրանց մոտ պանիկան ավելի շատ էր, քանի մոտ, որ պիտի հակառակը լիներ օրենքով։ Այդպես, փորձերը ընդհանուր առմամբ երևի մի ամիս, փոքր գուցե շատ, փորձեր արել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում, մեր տնօրենը պարոն Թորոսյանը սիրով տրամադրեց մեզ տարածքը, այդպես էլի, տեսնեք ինչքան հանգիստ եմ, բայց բացարձակ պանիկա չունեմ։ Պանիկան եղել է արդեն, պայթյունները մեծ։ Իմ պանիկան ուրիշ տեղ էր, ես չեմ ուզում հիմա ասեմ, որպեսզի հեռուստատիտողը իսկապես չիմանա իրանց իրական դեպքը։ Մաքսիմում ինտրիգներ ասեք։ Չեմ ասի, թող ուրիշ տեղից դուրս գա։ Ուրիշ տեղից իմանա։ Շուշան, ես հենց ամենասկզբում ասացի, որ համաձայն չեմ մենակ, երբ որ գրում եմ բեմադրիչ, որովհետև դու հիանալի դերասան ես, եւ ուզում հասկանամ արդեն մի շարք բեմադրություններ են հաջորդում մեկը մյուսին, որոնց ռեժիսուրան դու ստանձնել ես քո ձեռքը։ Այսօր ինչ ներկայացումներ կա, որտեղ քեզ կարելի է տեսնել ոչ միայն որպես ռեժիսոր, այլ որպես դերասանուհի։ Ցավոք չկա։ Չկա։ Ես բավական երկար ժամանակա չեմ խաղում, տարբեր պատճառներ, որ ասեմ կոնկրետ պատճառել չկա, ուղղակի այդպես ստացվում է։ Երևի պետք էր էս մեծ, շատ մեծ դադարը։ Չեմ հերքում երբևէ նորից բեմ բարձրանալը, բացարձակ։ Ես էլ։ Տեսնենք։ Մի օր կգա, ժամը կգա։ Այո, ես հիշում եմ, երբ որ մենք նոր ընդունվեցինք ինստիտուտ, իսկ Շուշանենք արդեն ավարտել էին, եւ մենք այսպես բարի նախանձով, չնայած նախանձի բարին չկա։ Նայենք թե ոնց են իրենք բեմում այդպես ու հետո կամաց իհարկե մեզ ընդունեցին այդ բեմում եւ տվեցին այդ հնարավորությունը։ Այո, ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակը։ Տարիները, լավ տարիներ էր։ Հիմա հասկանանք թե ինչ մարտական տրամադրվածություն կա, որովհետեւ ամեն դեպքում փառատոն է եւ հայտերը շատ են։ Մենք գիտենք, որ քանի որ մեզ մոտ արդեն եղել է Տիկին Մարիանան, մենք խոսել ենք եւ հասկացել ենք, որ շատ են Հայաստանից ներկայացվող ներկայացումներ եւ ոչ միայն Հայաստանից։ Այո, ուզում հասկանալ ինչ տրամադրվածություն կա, ուր են գնում դեպի։
Որպես այդպեսին մարտական տրամադրվածություն չկա ինձ մոտ։ Ինձ մոտ մարտական տրամադրվածությունը միայն այն մտքի շուրջ է, որ մենք կարողանանք այն ինչ որ ուզում ենք հասցնենք մեր հանդիսատեսին։ Այսինքն, որ չէ, մենք պիտի լինենք առաջին, այդպիսի միտք ինձ մոտ ամենայն դեպս չկա։ Ինձ մոտ առաջնայինը միայն դա է, որ այն աշխատանքը, որ կարելի ասել իմ ընկերը իդեալական կատարել է, Շուշանը Ղազարյանը իդեալական կատարել է, ես էլ կարողանամ իմ պատկերացրածի գոնե 30%-ով ներկայացնեմ հանդիսատեսին, ու եթե 30-ից էլ 10-ը հասնի հանդիսատեսին, այդ ժամանակ ես կասեմ իմ մարտական առաջադրանքը կատարել եմ։ Ուրիշ տենց որ ասեմ, չէ, մենք գիտեք ինչ ենք անել։ Իրականում Սաշեն դերասաններից է, ում համար պիես գրելը մաքսիմալ հաճույք է, որովհետև այնքան հնարավորությունների մեծ սպեկտր է, որպես դրամատուրգ ինձ համար լինում ամենայն դեպս, որ ես չեմ վախենում ինչ-որ մի տեսարան ավելի բացել, ավելի մեծ սարքել, ավելի հետաքրքիր սարքել, որովհետև գիտեմ, որ վերջի վերջո իմ գրածին գումարվելու է նաև Սաշի խաղարկային շատ հմուտ վիճակները ու ստանալու ենք շատ հետաքրքիր տեսարաններ։ Դրա համար ես եմ շատ ուրախ, որ ես ամեն ինչում կամ դե Շուշանի հետ էլի ենք աշխատել տարբեր ներկայացումների հետ կապված ու շատ կարևոր է նաև երբ որ ռեժիսորը դրամատուրգի հետ կարողանում է ճիշտ շփվել ու շատ գրագետ շփվել ու հասկանալ, որ կա մի սահման, որտեղ արդեն դրամատուրգի տարածքն է եւ դրամատուրգն էլ հասկանա, որ կա սահման, որ արդեն ռեժիսորի տարածքն է։ Մենք երբեք չենք հատում այդ սահմանները, դրա համար մեր աշխատանքը շատ հետաքրքիր ստացվում է։ Եվ բովանդակության մասին մի հարց ունեմ, ChatGPT-ին վերջինը ինչ եք հարցրել։ Ոնց անցնելու Ես որևէ կապ չունեմ Ես ավելին ասեմ։ Էփը չունեք ձեր հեռախոսում։ Չէ, ես ունեմ իհարկե, բայց չեմ փորձում եմ ամենայն դեպս չզբաղվել, նույնիսկ դից հումոր եմ անում, ասում եմ իրան ասեք իմ գործերի մեջ չխառնվի։ Ես գուցե մի քիչ հին մարդ եմ, չգիտեմ, ես արհեստական բանականության հետ այդքան էլ ընկերություն չեմ։ Արդեն ինչ-որ կապ կա։ Արհեստական բանականության մասին այդ ուզում հիշեմ ինչ եմ հարցրել ես։ Ինձ մոտ ինչ-որ տարօրինակ վիճակ է գալիս, որ ես ուղակի օրվա տարբեր ժամերին ինչ-որ մի միտք կարող ես ուղակի խնդրեմ ինչ-որ նկար սարքի կամ ինչ-որ բան։ Նկարները հիմա շատ են տարածված, այո։ Ու բայց կապ չունենա ինչ-որ օրվա կոնտեքստի հետ էլի ուղղակի։ Ներկայացման հետ կապ չունի, ոչ մի չկա։ Կապ չունենա, ես ուղղակի դրոշակ մի հատ։ Ուսից նստեմ նայեմ ժամերը, ու ես հասկանում որ այդ իմ ժամանակից այնքան շատ է տանում, որ ասա։ Սաշ։ Չէ, ես չեմ շփվում իր հետ։ Չունենք իրար հետ։ Չէ, ես նախընտրում եմ այսպես խոսել։ Երանի ձեր ժողովուրդ։ Ես իրականում ես չեմ ուզում շփվել, որովհետև գիտեմ, եթե շփվես ինքը իր հետ բերելու է ինչ-որ հետաքրքրություն, օրինակ, խնդրեմ, պոտենցիալ մենք ունենք օրինակը մեզ մոտ։ Չէ, ես չեմ շփվում, բայց գիտեմ, որ շատ հնարավորություններ տալիս է։ Ձեզ առաջարկում ենք շփվել էմոցիաների ու տրամադրության հետ, որովհետև հենց այն մարդիկ եք, ովքեր այդ էմոցիաներն ու տրամադրությունը տալիս են հանդիսատեսին։ Շատ կարևոր է, հա, որ չանցնենք այդ սահմանը ու միշտ պահենք դա։ Բնական շփումը արհեստականից շատ ավելի կարևոր է։ Միանշանակ չի քննարկվում։ Եվ դա շնորհիվ նաև թատրոնի, բեմի, դերասանների, դրամատուրգների ու ռեժիսորների։ Շնորհակալություն ձեզ։ Մաղթում հաջողություններ։ Ինչպես ասում են թատրոնական լեզվով նիպուխի նիպիրա։ Համոզված եմ, որ շատ լավ անցնելու ներկայացումը եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ արև բացիկների կողմից, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Շուշան, քեզ նվիրում եմ մի բացիկ, որ ուզում եմ քո կողմից եւ Տաթևի կողմից փոխանցես ձեր տան արևին, որովհետեւ այստեղ Շիրազի խոսքեր են, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա, մեծեր ու անգին։ Շատ շնորհակալ եմ։ Դե տղերք ջան, ձեզ էլ նվիրեմ էլի բացիկներ, որոնք նվիրեք ձեր սիրելի մարդկանց։ Այստեղ Ավետ Բարսեղյանի խոսքերն են, տիեզերքը զգում են երկուսով եւ Միրիջանյան, ով սիրուն ինչու մոտեցար, սրտից գախնիկը ինչու իմացար։ Կարծում եմ կան են մարդիկ ձեր կյանքում, ովքեր արժանի են այս բառերին, այնպես որ խնդրեմ։ Եվ հաջողություններ։ Մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամ փոփենք մեր տոնական աշխատանքային առավոտը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտող։ Ահա ես ավարտել եմ իմ աշխատանքը եւ ասեմ թե ինչ արեցինք, ինչ պատրաստեցինք։ Այսօր մի տեսակ ուզում եմ ձեզ սովորական լեզվով ասած հավեսի գցել, որպեսզի դուք տանը կարողանաք այսօր պատրաստել շատ համեղ ուտեստներ եւ լավ սեղաններ բացեք, ընտանիքի անդամներով վայելեք։ Այսօր պատրաստեցինք հավի կրծքամսով եւ խորոված բանջարեղենով շատ համեղ աղցան, նաև հագեցնող։ Եվ իհարկե մածնի սոուսը, այս նախուտեստի տարբերակը, որը բաղկացած էր թթվասերից, մածնից, սամիթից, համեմունքներից եւ այստեղ ունենք աղացած միս։ Ինչ ենք անելու։ Աղացած միսը հենց հիմա ես կլցնեմ այս մածնի վրա։ Միգուցե ձեզ թվա տարօրինակ, բայց այն շատ համեղ է։
հավատացնում եմ, ձեզ դուր կգա, փորձեք անպայման եւ իհարկե արձագանքեք։ Եվ այստեղ, քանի որ մենք ունենք ուրեմն լոլիկի ճիր իր սեփական հյութի յուղի մեջ, մի փոքր այս յուղից կավելացնեմ այս ճոխության վրա եւ երկու հատիկ լոլիկի ճիր, որպես ձևավորում կտեղադրեմ մեր այս համեղ նախուտեստի վրա։ Եվ խորհուրդ եմ տալիս, որովհետեւ համեղ հյութ, համեղ կոմպոտ հավելել այս համեղ ուտեստների հետ եւ վայելել։ Ահա այսպես։ Իհարկե մենք չենք մոռանում, որ պետք է համեղ գինի վայելենք այս ամենի հետ։ Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում ամբողջ օրվա ընթացքում։ Իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում եւ կհանդիպենք։ Քիչ հետո արդեն մենք էլ կտեղափոխվենք այնտեղ եւ կվայելենք այդ համեղ ուտեստները, որ պատրաստեց Ադրինեն եւ կհամեմենք այս ամենը համեղ կոմպոտներով, որը ներկայացնում է Ջևանի գինու գործարանը, կոմպոտների, պահածոների լայն տեսականի եւ ոչ միայն։ Այս ամենն առաջարկում է ձեզ եւ որպեսի տոնական տրամադրությունը հաղորդի օրը կամ օրվա ավարտը շատ ճիշտ է, որպեսի այն դրացնեք բրիզ ռոզե փրփրուն գինու, որը նույնպես Ջևանի գինու գործարանի կողմից է առաջարկվում։ Եվ գինու հետ իհարկե առանձնացրեք պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առաջարկում է նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք, որը հաճույք կպաճառի թե ձեզ, թե ընտանիքի անդամներին եւ թե փոքրիկներին։ Անպայման մի մոռացեք կարևորի մասին խոսքեր, էմոցիաներ, տրամադրություն, որը պետք է նվիրել սիրելիներին։ Հիշեք, որ գալիս է վերջին զանգի տոնը եւ շրջանավարտների համար արև բացիկները նախատեսել են հենց հետաքրքիր բացիկ, որը ներառում է իր մեջ վերջին զանգ երգը Թաթա Սիմոնյանի եւ իհարկե տալիս հնարավորություն գրելու ձեր բարեմաղթանքը, իսկ հետևի մասում արդեն QR կոդին պարզապես մոտեցնելով հեռախոսը միանգամից հնչում է հենց Թաթա Սիմոնյանի երգը։ Այս տրամադրությունը հատուկ տոների համար, հատուկ վերջի զանգի համար հարցեք բացիկները Kaiser սուպերմարկետում եւ իհարկե քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Տոնական լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ ուզում եմ նշել, որ Master Right Barber Shop-ը պատրաստ է յուրաքանչյուրին տալ հենց այն տրամադրությունը, որը կստեղծի արագ գեղեցիկի տպավորությունը հակառակ սեռի կողմից։ Սա շատ կարևոր է, այցելեք Barber Shop հենց այնտեղ Master Right, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Հատուկ ողջունես ողջ անձնակազմին, պրոֆեսիոնալ բարբերներին Արտակի գլխավորությամբ։ Ոչային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Երկու հասցեներում էլ ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականի։ Եվ չմոռանանք, որ այս ամենը մենք յուրաքանչյուր առավոտ ներկայացնում ենք ձեզ, որպեսզի ձեր առավոտները լինեն տոնական։ Այսօր մայիսի 1-ն է աշխատավորի եւ աշխատանքի օրը, բոլոր աշխատավորները տանն են, իսկ մենք աշխատում ենք, որպեսզի առավոտը արև լինի շատ եւ այս արևը փոխանցում ձեզ։ Իսկ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։